Նարե պատասխանի զանգիս, հասկանամ ուր ես, Հայկի հետ ես թե չէ։ Ես կորցրել եմ ինձ, չգիտեմ ինչ անեմ, ինչ պատասխան տամ բոլորին։ Մի կողմից դու ես, մյուս կողմից պապատա, գաղափար չունեմ ուր ես գնացել, ինչ ես անում, ոչ մի բառ չասեցիր։ Գոնե պատկերացնում ես իմ վիճակը, մի բառ գրի, հասկանամ ինչ ա կատարվում։ Քերի։ Ջան, մտնստի։ Ես ուրիշ չկաս։ Երեկվանից քեզ եմ ման գալիս։ Հա, դրա համար էլ եկել եմ։ Դու գիտես, որ ես քեզնից ոչ մի թաքցնելու բան չունեմ։ Ուղղակի ուզեցի առանձին խոսանք, որ մի կոնսենս չիմանա էլի։ Ես գիտեմ, որ դու Նարեի հետ ես։ Ավել հարց չեմ տալիս։ Հա, Նարեի հետ եմ։ Նարեն դուրս է եկել տնից ու էլ հետ չի գնալու։ Ես չեմ թողնելու, որ հետ գնա։ Քեր, ես հիմա հասկանում եմ, գիտեմ դու ինչ ես մտածում։ Բայց հավատա, որ էլ ուրիշ տարբերակ չկա։ Էս մի տարբերակն ամենակ։ Ես կարամ 1000 բան մտածեմ, Հայկ, բայց ես այն դեպքն է, որ իմ կարծիքը կարևոր չի։ Ոնց կարևոր չի։ Դու իմ համար միշտ հոր նման ես եղել։ Ու այդ շատ լավ գիտես։ Ես հիմա չեմ պատրաստում քեզ խաբեմ ինչ-որ բաներ հորինեմ, Քերի, չէ։ Նարեն շատ վատ վիճակում է։ Ահավոր վիճակում է ու տնից դուրս է եկել ու եկել է իմ մոտ։ Հա, ես 1000 անգամ Նարեին ասել եմ, որ գա իմ հետ։ Բայց միշտ ինչ-որ պատճառներ ա հորինել ու չի եկել։ Դու որ հասկանաս, թե ինչ վատ վիճակի մեջ է Նարենն, ասեմ իմանաս, որ ինքն ա որոշել, որ պիտի իմ հետ գա։ Ինչ անեի ասեի, չէ։ Հա, Քերի։ Փաստորեն հիշեցիր, որ ընտանիք ունես։ Մամ, դու հիմա պապայի հետ ես։ Բա որտեղ պիտի լինեի, Նարե։ Եթե տանը չեմ, հերդ էլ վատ ա։ Ուր պիտի լինեի։ Մամ, վիճակը իրոք տենց ծանր ա։ Նարե, հիմա չսկսես խաղալ, իբր հուզված ես, իբր մտածում ես, մտահոգ ես, զղջում ես, լսում ես։ Հա, հերդ վատ ա, շատ վատ ա։ Ու ավելի վատ կլինի, երբ տուն վերադառնանք։ Նորից նույն պատմությունն ա կրկնվում։ Ինչ որ 10 տարի առաջ։ Կարոյս մայից հետո։ Ուղղակի ես անգամ չգիտեմ այս կատվածից հետո ինչ ա լինելու։ Ես զարմանում եմ իմ վրա, ոնց է իմ սիրտը դիմանում մինչև հիմա։ Ես դեռ չեմ համակերպվել։ Ուղղակի գլխումս չի տեղավորվում արածդ։ Չեմ հավատում, որ դու կարող ես նման քայլի դիմել։
Հիմա էլ հնենց ես լացում, հնենց հուզված ես, ոնց որ թե սիրտդ իսկապես հորդ համար ցավում է։ Բա այդ մարդասպանից մատանին ընդունելուց առաջ սիրտդ չէր ցավում, հորդ մասին չէր մտածում, Նարե, մեր մասին չէր մտածում։ Մամ, խնդրում եմ էլի։ Էդ ես եմ քեզ խնդրում։ Էդ չզանգես։ Վրամ ամեն վարկյան կարող է գալ։ Անունդ չի ուզում լսել։ Իմ նյարդերն էլ չեն հերիքում, Նարե։ Մենք հորդ չենք ասել ինչ ես արել։ Որովհետև եթե ասենք, այս անգամ իր սիրտը հաստատ չի դիմանա։ Որովհետև իր համար այս շատ դաժան հարված կլինի։ Ավելի դաժան, քան Կարոյիս մահը։ Հայկ պատասխանի էլի։ Պարզա, որ ամեն ինչ վատ է։ Ուղղակի երկուսդ էլ ջահել եք։ Չեք հասկանում ինչքան վատ կարա դա լինի։ Հայկ ջան, ես չեմ, որ պետք է քեզ ասեմ։ Դու հետո ինչ անես։ Բայց պետք է հասկանաս, կան բաներ, որոնց վրա աշ չես կարա փագես։ Ու ոչ մեկ չգիտի ինչա լինելու հետո։ Դու հորդ հարցն չի ուզում հասկանայր։ Ու ասում ես, որ վստահ ես, որ սա քուն գիտի։ Էլի եմ ասում։ Բայց այդ ոչ մի կապ պիտի չունենա նրա հետ, ինչ որ վերաբերվում է ինձ ու Նարեին։ Հիմա կապ չունի։ Բայց դու ինչ գիտես հետո ինչա պարզվելու։ Լավ, Քերի, որ դու իմ տեղը լինեիր, ինչ կանեիր։ Ինչ կանեիր։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Բայց համ էլ հասկանում եմ, որ պատասխանատու եմ այդ աղջկա համար։ Հիմա նենց է ստացվել, որ տնից դուրս է եկել ու եկել է իմ մոտ։ Ու ես եմ նենց արել, որ ինքը մտածի, որ կարա տնից դուրս գա ու գա իմ հետ։ Ասա դու որ լինեիր իմ տեղը, ինչ կանեիր, Քերի ջան։ Ինչ պետքա մենակ թողնեի։ Հայկո լսի։ Չէ, Քերի, դու լսի։ Մի րոպե լսի ինձ գոնե։ Ինչ անեի, ասեի հետ գնա, հա։ Կարող է ես էլ ինչ-որ պահի մտածել եմ, որ սկզբում հին հարցերը պիտի պարզեմ, հետո նոր անցնեմ այսօրվա հարցերին։ Բայց հիմա սենց է ստացվել։ Սենց է դասավորվել ամեն ինչ, Քերի։ Լիքը բան իմ դուրն էլ չի գալիս։ Բայց հարցեր կան, որ բերում է այս ամեն ինչին։ Լիքը բան իմ սրտով էլ չի, Քերի։ Բայց ուրիշ տարբերակ չկա։ Էլի եմ ասում ես քեզ։ Ես պատասխանատու եմ Նարեի համար։ Ես հիմա շատ լավ հասկանում եմ, որ դու մտածում ես Ադամյանների թեման բա։ Սոնայի հարցն ես առաջ բերելու։ Բայց հիմա այստեղ մենակ Ադամյանների թեման չի։ Մենակ Ադամյանների հարցը չի։ Միքոն էլ է հրաժարվելու ինձնից։ Ես գիտեմ, որ քո մեջ էլ է լիքը բան փոխվելու իմ հանդեպ։ Բայց ինչ անեմ։
Ինչ անեի։ Ասեի չէ, Նարէ հետ գնա, հա։ Ես ընտրել եմ Նարեին։ Ու ընտրել եմ բոլոր խնդիրներն ու դժվարությունները հաշվի առնելով։ Քերի համ էլ հասկանում եմ, որ Սաքոն հորս թեմայից էլ է տեղյակ։ Այդ նամակից էլ է շատ լավ տեղյակ։ Դու Սոնայի թեման այս հարցից մի խառնի։ Տեղեկած պահին դու քեզ էլ, Նարեին էլ կարնալու ես պահես։ Իսորան ոչ մի բան չի կարնալու անել։ Իմ ասածը այն է տղա ջան, որ ուղղակի արածիդ համար հետո չզղջաս։ Ինչի պիտի զղջամ։ Քո փոխարեն ես sense կարևոր որոշումներ չի կայացնի։ Ու գիտես ինչի։ Որովհետև լիքը չպարզված հարցեր ունես թիկունքումդ։ Այդ հարցերի արդյունքում ինչ էլ պարզվի, այդ չպիտի ազդի իմ ու Նարեի հարաբերությունների վրա։ Ինչ ուզում է պարզվի, Քերի, ոչ մի պարագայում չի տուժելու իմ ու Նարեի կապը։ Ոչ էլ Նարեն։ Այդ ես եմ ասում։ Ուր ես Հայկ, ինչի չես պատասխանում։ Հայկ լավ էլի։ Փաստորեն պիտի գայի հասնեի տեղ, որ ասելիքս է տեղ հասներ արա։ Մի անգամի ջրի երես դուրս եկա։ Սարո, ես չեմ փախել, որ մի հատ այդ ջրի երես դուրս գամ։ Հա, ես քեզ պարտք եմ, գիտեմ։ Ու չեմ հրաժարվում պարտքիցս։ Չես հրաժարվել, բայց չես էլ մտածում այդ տալու մասին։ Հիմա ուշադիր ինձ լսի, Սարո։ Ես ում եմ պարտք ու ինչքան եմ պարտքը, ես շատ լավ գիտեմ։ Բայց այդ չի նշանակում, որ կարաս գաս ու ոնց ուզես հետս խոսաս։ Առավել եւս, երբ որ աղջկա հետ եմ։ Դու լավ գիտես, որ ես աղջկա մոտ այս թեման չեմ բացելու։ Դրա համար քեզ լավ էր զգում։ Աղջկա մոտ թեմա չբացեցիր, բայց գոնե հասկացար, որ պետք է մտածես փողերս հետ տալու մասին։ Ասացի կտամ, չեմ փախնում։ Որ եկե հասել եմ ստեղ նշանակում է թռած չեմ ման գալիս։ Օր ասա Միքո, կոնկրետ օր։ Մի ամսվա մեջ կլինի։ Գժվել ես արա ինչ մի ամիս։ Մի շաբաթվա մեջ ամենաուշ այդ փողերը մոտս լինի։ Այսքան ժամանակ էլ նրա համար եմ սպասել, որ խիղճ չտա տանջել։ Մտածել եմ մենակ ես, գործ չունես, ձև չունես տալու, բայց այսօր դրությամբ լավ տան մեջ էլ ապրում ես։ Աղբերդ էլ կողը տա։ Նենց որ մի շաբաթվա մեջ այդ փողերը հետ բերես։ Ես էլ մի լավ ուրիշ եմ, որ փողերը սրան նրան բաժանելով ապրեմ։ Շունչ քաշի, Սարո։ Շատ խղճով տղա ես, է։ Նես չի, որ այդ փողերը որ տվել ես սիրուն աչքերիս համար ես տվել։ Ես քո համար սև գործեր եմ արել, դու էլ ինձ ավել փող ես տվել, որ էլի անեմ։ Հիմա պետք չի լավ տղա խաղաս։ Սարո, ես այն փողը չի, որ ես մի շաբաթվա մեջ քեզ տամ։ Ասեցի համբերի մի ամսվա մեջ կլինի։ Չկա մի ամիս սպասելու։ Ամենաուշը մի շաբաթ։ Ուրեմն սենց ենք անում։ Կամ դու սպասում ես մի ամիս,
կամ ես մարդկայնությունս կորցնում եմ ու այդ փողը քեզ չեմ տալիս։ Դրա համար հանգստացի ու մի ամիս սպասի, մինչև այդ փողը կճարեմ։ Սոն, Լիլ Հայկից ինչ որ բան իմացար։ չէ, ճիշտն ասած զանգում եմ Միքոին, չի պատասխանում, դու Նարեից դեռ լուր չունես։ Զանգեց, բայց ոչ մի բան չկարողացա իմանալ, չհասկացա Հայկի հետ է թե չէ։ Ու հիմա չգիտեմ ինչ անեմ։ Վրամը ամեն պահի կարա հետ զանգի ու ես չգիտեմ ինչ եմ ասելու։ Բա դու ինչի չես զանգում Հայկին։ Լիլ, որովհետև վստահ չեմ, որ Նարեն Հայկի հետ է։ Չեմ հավատում, որ Նարեն Հայկի գլխին սենց պատմություն կսարքեր։ Ու չեմ ուզում զանգովս ավելի փչացնեմ ամեն ինչ։ Առանց էդ էլ ինձ թվում է ամեն ինչ իրար եմ խառնել ու չգիտեմ ոնց եմ տակից դուրս գալու։ Ինչ ես արել որ։ Իմ ու քո խոսակցությունը Արմոնը լսել ու վստահ եմ, որ Վրամին արդեն ամեն ինչ ասել է։ Լիլ, պետքա Հայկին արագ զանգես, հասկանամ ինչ եմ անելու։ Լավ, սպասի տեսնեմ ինչ կարամ անեմ։ Դե սպասում եմ զանգիդ։ Ալո։ Ոնց ես։ Լավ, Վրամ, պապատ ոնց է։ Նորմալ Սոն ջան։ Պալատում արդեն վաղն էլ դուրս կգրեն։ Գիտեմ, որ անհանգիստ է, իր դրա համար էլ զանգեցի։ Ապրես։ Նորմալ է ձեր մոտ ամեն ինչ։ Նարեն նորմալ է։ Նարեն, հա Վրամ, ամեն ինչ նորմալ է։ Սենյակից դուրս չի եկել դեռ Սոն։ Չէ, դեռ դուրս չի եկել։ Մի տեսակ լարված ես թե ինձ է թվում։ Վրամ, ով էլ լիներ իմ փոխարենն էս իրավիճակում կլարվեր։ Հեռախոսը տարտուր Նարեին։ Սոնա չես լսում, ասում եմ հեռախոսը տարտուր Նարեին։ Վրամ, ես… Հա, դու Սոնա, դժվար բան չեմ ասում։ Վրամ, ուղղակի… Կզանգեմ Սոնա։ Պապ։ 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 Հեչ, կրամ, հեյքա, Պապ։ Պապ ջան, լավ ես, ցավդ տանեմ։ ուրա, Ով, պապ ջան։ ինքը, ուր գնաց, Պապ ջան, ստեղ մենակ ես ու դու ենք, ցավդ տանեմ, երևի երազ ես տեսել։ Պապ, լավ ես։
Նարե, խնդրում եմ, արդեն չգիտեմ էլ ոնց ասեմ, ոնց խնդրեմ, որ չկորես, որ կապի դուրս գաս։ Բոլորի հիվանդանոցում են, ես խելագարվում եմ արդեն։ Չեմ կարողանում ոչ մեկի հարցերին պատասխանել, չգիտեմ ինչ ասեմ, բայց չեմ էլ ուզում մատնել քեզ։ Պապատ իրոք շատ վատ է, ընդհանրապես ամեն ինչ էս պահին շատ վատ է։ Վրամը զանգել էր ու ասում էր, որ հեռախոսը քեզ տամ։ Իմ վիճակը պատկերացնում ես։ Հիմա վախենում եմ զանգեմ ու հարցնեմ, թե ինչի հանկարծ անջատեց, թե այդ ինչ եղավ, որ անջատեց, որովհետև կամ պապայիդ մասին եմ վատ լուր լսելու, կամ էլի քեզնից եմ մի բան հարցնելու ու չեմ իմանալու ինչ պատասխանեմ։ Նարեզ, շատ եմ խնդրում, կապի դուրս արի։ Հեռախոսս էլ անջատվում է։ Հայկ, ուրես, ես քո կարիքը շատ ունեմ։ Լսում ես, ես պիտի անպայման խոսեմ քո հետ։ Ես հիմա դրսում եմ, պապան շատ վատ է, բայց չեմ համարձակվում տուն գնալ, որովհետև գիտեմ, եթե հանկարծ տուն գնամ, այդ հավասարը, որ էլ երբեք քեզ չեմ տեսնելու։ Խնդրում եմ, արի խոսեմ հետդ։ Ջոկտվեց, չէ։ Չես անում, Միքո։ Հիմա ես որտեղից այդ փողը գտնեմ։ Նարե։ Ես եկա։ Նարե։ Նարե։ Սակո, ինչ ես անում։ Ես տուն եմ գնում, ինչ եմ անում։ Պապ ջան, հո երեխա չես, այդ ցավը տանեմ, ես ինչ ես անում։ Ես այստեղ մնացողը չեմ։ Ախր սրտի հետ խաղ չեն անում, Սակո։ Չի կարելի։ Տունս գլխիս փլվում է, դու ասում ես, չի կարելի։ Ինչի ես տենց ասում, պապ։ Բա ինչ վրամ, այտենց չի։ Անցյալը եկել չոքել ապքիս։ Ներսս տակնը վրա է լինում, հանգիստ չի տալիս։ Վրամ, հերդ սենց հանգստացողը չի, գնա ասան բժշկին թող գա։ Այսօր չորեքշաբթի է։ Սակո։ Անիկ, ես ոչ մի վատ բան չեմ արել, Անիկ։ Ես վատ բան չեմ արել։ Ես իմ
տունն եմ պաշտպանել Անիկ։ Ես մեր պատիվն եմ պաշտպանել։ Իմ պատիվն եմ պաշտպանել Անիկ։ Ես ված բան չեմ արել Անիկ, ես չեմ դիմանում Անիկ։ Անցյալը վերադարձել է։ Վերադարձել է անցյալը։ Հանգիստ չի տալիս ինձ։ Ով էլ լիներ իմ փոխարեն Անիկ նույն կերպ կվարվեր։ Հա, նույն կերպ կվարվեր Անիկ։ Ես էլ չեմ դիմանում։ Ես էլ եմ ուզում հանգիստ ապրել։ Չեմ դիմանում Անիկ։ Ես չեմ դիմանում։ Ամեն ինչ լավ կլինի։ Ալո, Միքո ո՞նց ես։ նորմալ դու։ Ջղայնացած ես։ Ասում եմ դու ո՞նց ես։ Լավ եմ, զանգում էի չէիր պատասխանում, ես էլ մտածում եի արդեն ձեր տուն գայի։ Ինչի համար։ Դե ասում եմ չէիր պատասխանում։ Անհանգստացար։ Դե հա, համել ուզում էի գայի, տեսնեի ինչ ա եղել, որովհետև բայց չգիտեի հետո Սոնայի պապային ինչ պետք է ասեի։ Հետո մտածեցի զանգեմ Հայկին, բայց հետո հասկացա կարող է Հայկը չի տեսել քեզ։ Ու տենց զանգեցի։ Բայց ոնց որ մի անգամ էր զանգել։ Հա ինչի քիչ է, բայց ճիշտ հասկացա, հա Հայկը տանը չի։ Լիլիթ, ես չգիտեմ, ես նոր հասատուն։ Հա չեք էլ խոսել իրար հետ տեղյակ չես ուրա։ Այ օրինակ եթե ես քույր ունենայի, ժամը 1 կզանգեի, տեսնեի ոնց է։ Ուրա, դու էլ զանգի Հայկին, համ էլ կուրախանամ։ Լիլի ջան, ինչ է կատարվում հետդ։ Լավ ես։ Լավ եմ, ինչի։ Դե անընդհատ Հայկից ես հարցնում։ Դե խոսում ենք էլի։ Ինձ է դուր չի գալիս, որ Հայկի մասին ենք խոսում։ Դե լավ, ուրեմն էլ չենք խոսի։ Դե լավ, Միքո, չէի ուզում նեղվեիր։ Միքո։ Եկել ես Սարոյին ես վախացնում։ Հիմա կիմանաս որը որից հետո է։ Միքո։ Ալո, Միքո։ Միքո, լսում ես։ Ալո։ Միքո։ Ինչ ունեմ։ Միքո։ Ալո։ Վերջ, սրան այսօրվա համար այսքանն էլ էր հերիք։ Այն արե ուր ես։
Միքո։ Միքո, ով կա տեղ օգնեք։ Արի ներս գնանք պարկես։ Սոնա, մի հատ ջուր բեր սափոյն։ Ես ինչի ես տենց վախեցած։ Վրամ ինչի եք եկել։ Չհասկացա։ Դե նկատի ունեմ ասել էիք վաղն եք գալու։ Հա, պապան ուզում էր տուն գար, մենք էլ ստորագրությամբ եկանք։ Ես գնամ ջուրը բերեմ։ Բանարեն չի ուզում գաջած սակույն տեսնի։ Բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ նարեն ձայցակոյի համար լրիվ ուրիշ է։ Որ մոտը լինի ավելի հանգիստ կլինի ձայցակոն։ Գնա Նարեին ասա թող գա Սոնա։ Սոնա։ Չեն արա, մենակ թե չանես։ Վայ Նարե։ Սոնա, մաման ջուր ա ուզել։ Տար տուր ու գնա Նարեին կանչի։ Վրամ ես չեմ կարա Նարեին կանչեմ։ Ինչի։ Դե որովհետև Սոնա, որովհետև ինչ։ Որովհետև ես արդեն ստաղ եմ ու կարիք չկա ինձ կանչելու։ Չհասկացա։ Ես դու որտեղից ես գալիս Նարե։ Հարց եմ տվել պատասխանի, ուր էիր։